Կարգալույծ են, թե ոչ։ Հովանավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանն ու Թալինի տարածաշրջանի նախկին քահանա Արամայիս Թախմազյանը գնում են դատարանում պարզելու։ Մի վախեցիր, միայն հավատա։ Երկու նախկին քահանաներն ակնկալում են, որ դատարանն անվավեր կճանաչի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հայրապետական տնօրինությունը իրենց կարգալույծ հռչակելու վերաբերյալ։ Ինչու հենց հիմա դատարան դիմեցին, փորձեցինք պարզել նախկին Տեր Արամից։ Նա կարգալույծ է նախորդ տարվա հոկտեմբերից, բայց եկեղեցուց դուրս չի գալիս, չի հրաժարվում պսակել, մկրտել իրեն դիմողներին, պատարագում է ամեն կիրակի, երբեմն նաև վարչապետի մասնակցությամբ։ Նախկին քահանան եկեղեցում չէր, հեռախոսով էլ ասած հարցերի չի պատասխանում։ Հեռահարցազրույց չեմ տալու էլի։ Շնորհակալություն եմ հայտնում ներող կլինեք, հաջողություն։ Եկեղեցին պետությունից անջատ է։ Սաղմոսավանքի հոգևոր հովիվն ասում է մայր օրենքի անփոփոխ դրույթը, կարիք կա հիշեցնելու օրը մի քանի անգամ։ Եկեղեցին իրավունք ունի պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու այն հոգևորականներին, ովքեր իրենց ուղուց շեղվել են։ Պետության դատական ատյանները չեն կարող որոշումներ կայացնել։ Բացառապես եկեղեցական ատյաններում կարող է քննարկվել ծառայությունը շարունակել, չշարունակելու հարցը։ Կարգ կա, հիշեցնում է Տեր Փարենը։ Քահանա չեն դառնում դատարանով, որ դատարանով էլ ազատ արձակվեն։ Քահանա դառնում են եկեղեցով եւ մեր պատմությունը, եկեղեցու կանոնները թույլ են տալիս, որ տարատեսակ պատճառներով կարող են նաև կարգալուծության դեպքեր լինել։ Դա եղել է եկեղեցու պատմության սկզբից մինչև այսօր։ Ուրեմն սա էլ զավեշտ է։ Կարգալույծ լինել չլինելու հարցը դատարանով վճռելու նախադեպը օրակարգ բերած նախկին Գևորգ Սրբազանը, աշխարհի կանունով Արման Սարոյանը մեկ այլ աղմկահարույց հայտարարություն է արել Ռեհափարին ըստ էության մեղադրելով եկեղեցու անվանումը փոխելու մեջ։ Կաթողիկոսը մի գրչի հարվածով որոշել է հայ եկեղեցու պաշտոնական անվանումը փոխել։ Հերթական բամբասանքը եւ սուտ տեղեկությունը, որ նետվեց դաշտ։ Անհիմն կեղծ պնդումներով փորձում են եկեղեցու թեման օրակարգում պահել, ասում է Տեր Փարենը։ Եկեղեցու պաշտոնական անունը որևէ մեկը չի փոխել, չի փոխելու։ Ուղղափառ բառը, որից այդքան խորշում են, բոլորս հոգևորականներս, երբ որ դուրս ենք գալիս Հայաստանից եւ ինչ որ համաժողովի, ինչ որ սեմինարի, երբ որ մասնակցում ենք, բոլորը գիտեն, որ մենք ուղղափառ, ոչ թե պաշտոնական անվանումն է հայ եկեղեցու ուղղափառ, այլ ուղղափառ, այսինքն ուղիղ Աստծուն փառք տվող։ Ամենայն հայոց կաթողիկոսը Տեր Փարենի խոսքով բծախնդիր է նույնիսկ ամենապարզ ծիսական հարցերում։ Առնվազն տարակուսելի է, ինչպես կարող են նրան մեղադրել եկեղեցու պաշտոնական անվանումը փոխելու համար։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։